Բաներ, որոնք ես ներվայնացնում են մաս երկուս, էլի գրել եմ, որ չմոռանամ։ Առաջինը, էդ են մարդիկ են, ովքեր քեզ ուղակի զանգում են։ Որտեղից քեզ այդ ինֆորմացիան, որ ինձ հենց հիմա հարմար է քո հետ խոսալ։ Զուգարանում եմ, լողանում եմ, քնած եմ, չգիտեմ, որտեղից քեզ այդ ինքնավստահությունը, որ դու որոշում ես զանգես ինձ։ Կա ավելի վատ կատեգորիա, այն մարդիկ, ովքեր վիդեո քոլով են զանգում։ 21-րդ դարն է, նամակ գրեք։ Հաջորդը։ Այն կան չէ մարդիկ, որ ահա որ սենց կբնութագրես իրանց որպես չար, նախանձ, որ սենց ճպճպում է, էլի, որ մեկի կյանքում լավ բան եղավ, իրանք չեն քնի գիշերը։ Այդ մարդիկ Instagram-ում հրեշտակից չեն տարբերվում։ Ես ուզում խաբես ինձ, քեզ թե հեռուստադիտողին։ Հա, այսրա վրա հաստատ ներվենանալու եմ։ Երրորդը, այդ մարդիկ են, ովքեր ժամանակակից բան է, որոշել են, որ իրանք շաբաթ կիրակի հանգստանում են։ Սա կասեք, «Էվ ջան, ինչ վատ է, մարդիկ գրաֆիկ ունենք»։ Մենք այն ազգն ենք, որ մենք գիշերը 1-ին կոֆե ենք խմում։ Եթե ծնունդը սկսում է 6-ին, ասեմ, ոնց պատկը 6-ին սեղանը դրած չի դաժե։ Ոնց կարանք մենք շաբաթ կիրակի հանգստանանք։ Դրա հաջորդ էտապը ո՞րն է, ասենք, կիրակի օրը զուգան ջուրը չեն քաշելու, որ հարևանների համար աղմուկ չլինի, ու ամենաշատը ներվայնացնում, որ ասես մի հատ փոքր հարց ես գրում, էլի, ձեզ հարմար կլինի երկու շաբթի ժամին առաքեն, չեն պատասխանում, ասեն մենք շաբաթ կիրակի չենք աշխատում։ Ախպեր դժվար է ասես, հա, չես աշխատում, չես էլ շնչում, չես լսում։ Ասում էի, թե կներվայնանամ ես դրա վրա։